վաղը ժամը 2-ին մենք որոշեցինք, ԱԻՄ-ը որոշեց միանալ քաղաքացիական նախաձեռնությամբ սկիզբ առած գործընթացին, որը սկսելու է Ազատության հրապարակից եւ կավարտվի կամ Ռուսաստանի դեսպանության դիմաց կամ կարող է իրազեկման երթ տեղի ունենա մինչև Պրոշյան փողոց, աշխատանքային օր չէ, դրա համար ենք այդպես մի փոքր վերապահումով արտահայտվում։ Խոսքը վերաբերում է նրան, որ Ռուսաստանի դեմոկրատական ուժերը, այսինքն այն ուժերը, որոնք համաձայն չեն այսօրվա ղեկավարության վարած քաղաքականության հետ եւ ունեն իրենց հստակ պատկերացումները դրանց բացասական հետևանքների վերաբերյալ, այդ ուժերը ոչ Պուտինին հեռացնել Կրեմլից կարգախոսներով վաղ ասպարեզ են իջնելու Ռուսաստանի տարբեր քաղաքներում եւ քանի որ նրանց պահվածքը համահունչ է մեր պահվածքի հետ, ապա մենք որոշեցինք վաղվա միջոցառումը անվանել նաեւ ռուս դեմոկրատների հետ համերաշխության միջոցառում։ Նրանք, ովքեր ռուսական բացասականի դեմ դրսևորումը համարում են ռուսականության դեմ, ընդհանրապես հակառուսական դրսևորում, այդ մարդիկ մոլորության մեջ են, որովհետև ռուսական բացասականը պիտի բացասական կոչվի, հայկական բացասականը բացասական, դրականը դրական։ Բայց ռուսական իմպերիալիզմի հիմնական պահանջն է։ Մենք ինչ ուզենք կանենք, ինչ էլ անենք, ռուսական ամեն ինչը պիտի լավը լինի։ Եվ մեր ստրկամիտներն են, տեսեք կոմունիստները, մայիսի 1-ին ցույց էին անում եւ Պուտին էին գովում։ Պուտինը դուք ինչ կապ ունեք։ Պուտինը կոմունիստ չի, դուք կարող եք Զյուգանովին գովել։ Դա հիվանդություն է, ծանր հիվանդություն, որը պետք է բուժվի։ Վաղվա կիրակի օրով կայանալիք հանրահավաքի, ավելի ճիշտ հավաքի երթի հիմնական նպատակն է նաեւ ոչ ասել դեսպանին իր պահվածքով, որ Հայաստանում իրեն պահում է որպես փոխարքա։ Բայց այսօր ավելի էական բաների մասին եմ ուզում խոսել, ավելի առանցքային։ Եթե տեղյակ չեք, պատիվ ունեմ ձեզ ներկայացնելու, որ արդեն լրջորեն խոսում են բանի մասին, որ նավթի գները Սաուդական Արաբիան, որ վաճառում էր մոտավորապես $110 մեկ բարելը, պատրաստ է իջեցնել մինչև $100։ Ռուսաստանի համար նվազագույն գինը մոտավորապես $102 է, որից հետո սկսում է նրա տնտեսական ճգնաժամը։ Սա ուրախացնող լուր եմ համարում ես, որովհետև այն բոլոր ստորությունների համար, թեկուզ միայն Հայաստանի հանդեպ, որ Ռուսաստանը թույլ տվեց այս վերջին տարիներին, պիտի որ պատժվեր Պուտինյան Ռուսաստանը։ Բայց ես հավատում եմ, որ այդ հարվածը միայն Պուտինյան ռեժիմին կհասնի։ Այնուամենայնիվ մեր հավատը մի կողմ, իրողությունները բոլորովին այլ բան են, ոչ մի դիկտատոր կամավոր չի հեռացել պաշտոնից, սկսած 5 դարերից մինչև հիմա, ոչ մի դիկտատոր կամավոր չի զիջել իշխանությունը դեմոկրատական ուժերին, այդպես մի բան արեց Ֆրանկոն մասամբ, վերականգնելով իսպանական միապետությունը, սահմանադրական միապետությունը, բայց ընդհանուր առմամբ Պուտինը եւ նրա նմանները մինչեւ վերջ են գնալու, որտեղ դիկտատոր լինելուց բացի նաեւ չեկիստ են, կադրային չեկիստներ։ Ու Ռուսաստանը Ուկրաինայից կնահանջի, եվրոպական շատ երկրներից կնահանջի, բայց քանի որ Հայաստանը համարվում է Ռուսաստանի դաշնակից, որքան էլ քաղաքակիրթ աշխարհում հասկանան, որ Հայաստանի իշխանությունները դեռ չեն նշանակում հայ ժողովուրդ, ամեն դեպքում մենք կարող է դրա համար ծանր պատասխան տանք, բայց մինչ այդ, երբ Ռուսաստանը իր հիմնական եկամուտի աղբյուրից կզրկվի, ինքը կմտածի դա փոխհատուցել եկամուտի այլ աղբյուրներով։ Այլ աղբյուրը զենքի վաճառքն է։ Եվ այս հարցում Ռուսաստանը ոչ մի սկզբունք չունի, ինչպես նկատել եք, իր դաշնակցին կործանումով սպառնացող Ադրբեջանին արդեն հսկայական քանակությամբ զենք է վաճառել։